մենք մեր կուլտուրան հայ մարդի կուլտուրան այնպեսին է, որ երկրի ղեկավարը օրինակելի է։ Երկրի ղեկավարը այն ում որ մենք համարում ենք մեր թագավորը, մեր վեհափառ հայրապետը, մեր վարչապետը, մեր նախագահը, մեր նախարարը, մեր պատգամավորը, մեր ուսուցիչը, իրենց վարքագծով, մեր ոստիկանը, իրենց վարքագծով պետք է լինեն օրինակելի։ Այսինքն մենք պետք է նմանակելու համար, նմանվելու համար հենց նրանք են պետք է։ Հիմա եթե մենք այդտեղից մենք կուզենայինք, որ մեր հարևանը, մեր գործընկերը, մեր զրուցակիցը այդպիսի վարքագիծ ունեն, այդպես դրսևորի իրեն։ Այո, երբ որ տագնապ կա, այսինքն անորոշություն կա, խճճված է, օգնության կարիք է զգում, չի անկառավարելի այդ զգացմունքայինությունը վրդովված անզուսպ կասեի, չէ, դրանք անզուսպ չզսպված խոսքը, բառապաշարը, շարժուձևը, բեմի վրա, դրանք նշանակում է, որ լուրջ պրոբլեմ կա, հարկավոր է մարդին հանգստացնել, մխիթարել, աջակցել, օգնել, որպեսզի հանդարտվի ինքնիշխանությունը, կարողանա իշխել իր զգացմունքների վրա։ Եվ երկրորդ դեպքը կա, այսինքն արհամարում է նա, ինքնավստահ է, իր համար միևնույն է մենք ինչ կմտածենք իր մասին, ընդհանրապես ինքն իրեն շատ ազատ է զգում։ Բայց ոչ միայն մենք, չի, ամբողջ աշխարհն է այդ ելույթները տեսնում եւ թարգմանում եւ հետեւում ինչ է կատարվում Հայաստանում։ Մուլտեր կան միջազգային, ասենք գերմանական ալիքը մուլտեր է հնարում Նիկոլ Փաշինյանին հեգնում է։ Հենց դա է ցույց տալիս, որ ասում է սառնասիրտ գերմանացիները չեն հասկանում կամ ավելի ճիշտ հասկացել են մեզ ասում են ես ինչ եք անում, հանգստացրեք, հանդարտվեք, սառնասիրտ անգլոսաքսոնները պատկերացնում եք, ուրեմն դա մեկ, երկրորդը որը նույնպես ինձ թվում է չափազանց կարևոր է, անհետաքրքիր ներկայացումը, ասենք դա, այդ ներկայացումը անհետաքրքիր է, իր դերը չի, դա մի ուրիշ դեր է, դա ուրիշ մարդ պետք է աներ, ընդհանրապես լավ կլիներ, որ մեր երկիրը հանդարտ կայուն վստահելի մեկը պետք, մենք պետք է վստահ լինենք, այս մարդը լուրջ վճռներ է կայացնում, անվտանգության հարցում տնտեսության ներկայանալի, բառը ասեմ վերջացնենք, պետք է ներկայանալի լինի մեր ոստիկանը, ուսուցիչը, դատավորը, դատախազը, լրագրողը, պատգամավորը, պետք է ներկայանալի լինի, մենք պետք է օրինակ վերցնենք, հիմա ներկայանալի չի, այդ վարքագիծը ներկայանալի չի, դա ձևով։ Մտահոգիչ է դա։ Շատ, կամ շատ վատ են մեր գործերը, մարդը չի կարողանում ինքն իրեն տիրապետել, կամ էլ իր գործերը շատ լավ են, ինքը չի հասկանում, որ լավ չեն մեր գործերը, մեր գործերը, մեր երկրի գործերը լավ չեն, վտանգավոր ժամանակներ են, կորուստներ ունենք և սպառնալիքներ կան, ուրեմն սառնասիրտ մարդ է պետք, կշռադատող մարդ է պետք, որպեսզի դուրս բերի մեր երկիրը այս փոթորիկներից, լավ ներկայացում չի, որպես ներկայացում, որևէ մեկ ով որ ծանոթ է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը պետք է իմանար, որ դա պաշտոնի անհամապատասխանության մասին հայտարարություն է, գլխավոր կադրավիճը հենց ինքն է, ինքը համապատասխանում է իր պաշտոնին, թե չէ, եթե իր նշանակած կադրերը, իր ընտրած կադրերը չեն համապատասխանում իրենց պաշտոնին, նշանակում է ինքը որպես կադրավիճ չի համապատասխանում իր պաշտոնին, դա ուղղակի հասցեագրված է ազգային ժողովին, օրենքը այդպիսին է, ազգային ժողովին ինքնախոստովանությունով ներկայացավ մարդը ասեց, որ դուք սխալ կադրեր եք ընտրում, սխալ կադրեր եք ընտրել, ես չեմ կարողանում կազմակերպել երկրի կառավարումը, ազգային ժողովը պետք է դա հիմք ընդուներ և հաշվետվություն պահանջեր, այ հաշվետվություն արտահերթ նիստով
Պետք է հաշվետվություն, ինչը նշանակում Հայաստանում չկան կադրեր, չկան բժիշկներ։ Այսինքն պացիենտը, Հայաստանի Հանրապետությունը որպես պացիենտ, հիվանդ է։ Օրինակ, ասենք, սրտանոթային համակարգի խնդրեմ ունի։ Դուք ինչ եք նրան, ասենք, աչքի բժիշկ առաջարկում։ Դուք պատկերացնում եք, այսինքն համապատասխան մասնագետներ գտեք։ Հայաստանի առաջ ինչ խնդիրներ կան, եւ ընդհանրապես Հայաստանի առաջ խնդիրները դեռ հանենք։ Դուք ինչ ծրագրեր ունեք։ Դուք ինչ ծրագիր ունեք։ Այդ ծրագիրը սպասարկող անձնակազմ հայթայթեք։ Եթե ձեր ազգականների մեջ մենք գիտենք աներոջ տղան, չէ, իր եղբայրը, իր դասընկերները, համագյուղացիները Ենոքավան գյուղից, նրանք եթե չեն բավարարում այդ որակը, մտեք Սուրենավան, Ենոքավանից դուրս եկեք, մտեք Սուրենավան, Սուրենավանում էլ կադրեր կան, միայն Աղասարյան հովիկը հոչեր այնտեղ, էլի մարդիկ կան, այսինքն դուք մրցույթ հայտարարեք ծրագրի համար, այդ ծրագիրը զարգացման ծրագիր պետք է լինի, չէ՞։ Երկրի զարգացման ծրագիր, այդ զարգացման ծրագիրը դուք նախընտրական ձեր այդ կամպանիայի ժամանակ հայտարարեք, դա սպասարկող կադրեր ընտրեք, հայտարարեք մրցույթ, թող գան, եթե ձեր ազգականները բավարար չեն, ձեր դասընկերները, համագյուղացիները, ուրիշների համագյուղացիներին հրավիրեք։ Դե դա դուք հեգնելով եք ասում, չէ՞, այդ ԽՑԲ-ն Բայց ինչի եմ հեգնում։ հայտնի ԽՑԲ-ի թեման է։ Ասում եք, եթե ձեր բարեկամը չի, ուրեմն, այսինքն առաջին հերթին ինքը պետք է բարեկամների շրջանակներում, իր ընկերների շրջանակներում փնտրի։ Առաջի Դե հենց այդ տրամաբանությամբ էլ փնտրել եւ ձևավորել է։ այո, հենց այդ տրամաբանությամբ էլ Կառավարության համակարգը իր համակիրների շրջանակներից։ Այո, ես կարող եմ ուղղակի, որպեսզի չստացվի, հենց այնպես եմ ասում, Աղազարյան հովիկի ելույթը, որ ես նվիրված եմ եղել անձամբ ձեզ։ Դասեք ուզում ասում, հո ես հենց այնպես չեմ ասում։ Մարդն ասում է, որ մի կողմ թողնենք ծրագրերը, գաղափարները, հայրենիքն ու պետությունը, մենք իրար հետ։ Ես Այսինքն դա է կարելի, ես դրա համար ասում եմ, որ եթե սպառվել է դա, չկա հայկական ժամանակ թերթի խմբագրությունը սպառվել է, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, դա նշանակում է փակել իրավաբանական ֆակուլտետը, Հայաստանում հենց որ այդ անունը Վահագն Հովակիմյան, հենց որ նա նշանակվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, դա նշանակում է փակել իրավաբանական բոլոր տեսակի կրթական ինստիտուտները։ Ինչու եք այդպես ասում։ Դե որտեղ նա իրավաբան չի, դա գլխավոր իրավաբանի, դատախազը չի գլխավոր իրավաբանը, կենտրոնական ընտրական հանձնաժողով, մեր երկրի ամենակարևոր ինստիտուտը, դա կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, նա ձևավորում է կադրերը ձևավորում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Եթե դու բերել ես քո, չգիտեմ, ձեր եթերում չասեմ, բերել ես հրավիրեք մի անգամ Հովակիմյանին, Վահագն, հրավիրեք, թող մի երկու նախադասություն կազմակերպ ասի ընտրությունների մասին, թող խոսի, համ էլ տեսնենք, էլի։